Նայեք ինչ է կատարվում հեղուկ գազի շուկայում, նայեք հեղուկ գազի գները, սա կատաստրոֆա է, սա անկառավարելի է, էկոնոմիկայի նախարարը ամբողջ օրը ընդդիմադիր որևէ լիդերի պորտնա տեղը դնում, ինչ որ անհամ պրիկոլներ անում, բացատրում է, որ սա ոչ թե Արարատյան դաշտավայր է, այլ Արարատյան դաշտ է, իրան դրել է, ես չգիտեմ, են Սուքյասյանի բառարանի տեղ, ալո, քո գործը ար դաշտն ու դաշտավայրը Իրանից լեզվական եզրույթներով զատելը չի, քո գործը մարդկանց բացատրելն է, որ ինչ չեք անում դուք, կամ ինչ եք անում դուք, կամ ինչն եք սխալ անում դուք, որ հեղուկ գինը կատաստրոֆա շարունակում է աճել, որ տարբեր մարքեթփլեյսներում Վալբերիս Օզոն մեր մոտ 3000 ուրեմն վաճառող, ուրեմն անհատ ձեռնարկատերերը շարունակում են տարատեսակ խնդիրներ ունենալ, որ ձուկ արտահանողները, ծաղիկ արտահանողները, խմիչք արտահանողները շարունակում են բախվել խնդիրների, սա աբսուրդ է, չէ, կանգնում ասում է, այդ որոշ հայ օլիգարխներ են Ռուսաստանում ըստ էության բամբասել, հա, որ մեր հանդեպ այս խնդիրներն են կիրառում, այս սանկցիաներն են կիրառում, դուք ընդհանրապես adekvat եք, դուք ընդհանրապես նորմալ եք, այսինքն Ռուսաստանը ասեն սպասում էր որ ինչ որ մեկը գնա, հա, չգիտեմ, Լավրովի կամ Օվերչուկի ականջին փսփսա, ասի այս Հայաստանը ոնց որ իրան լավ չի պահում, մի հատ արի այս հեղուկ գազը, մի հատ չգիտեմ ինչ, կամ այս Վալբերիզները, Օզոնները, կամ արի այս ձուկ արտահանողների ապրանքը լրիվ հետ ուղարկի, հասկանում եք ինչ մակարդակ է, ու այս մակարդակի այս մարդիկ ուզում են շարունակել այս կամ այն ոլորտը ղեկավարել